Շարունակում ենք մեր թողարկումը եւ եթերի այս հատվածում կզրուցենք վերլուծաբան Civilnet-ի լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Արդեն մոտ 2 ամիս է մնացել, հա, ընտրություններին, կարևորագույն ընտրություններին եւ թերևս միակ, հա, այսպես համապետական նշանակության ընտրություններ, որոնք որոշելու են առաջիկա 5 տարիների, այսպես քաղաքական հիմնական դերակատարներին եւ այս ընտրություններին կուսակցությունների մոտ նկատվում է հետաքրքիր այսպեսի, հա, որոշակի դաշինքներով մասնակցելու տենդենց, այսպես ասած։ Սա դուք որպես տարիների երկար տարիների փորձ ունեցող, հա, լրագրող նման բան առաջին անգամ է տեղ ունենում։ Դե միշտ էլ խորհրդարանական ընտրություններում բավականին կուսակցություններ են մասնակցել, ես կարող եմ օրինակ հիշել 2007 թվականին այսպես գալուց առաջ չեմ նայել արխիվներից, բայց հիշում եմ կարծեմ 22 կուսակցություններ եւ 1 դաշինք էր, այսինքն շատությունը խորհրդարանական ընտրությունների մասնակցության նորություն չէ, բայց հավանաբար նորությունը այս դաշինքներով, ինչպես նշեցիք, արդեն մի քանի դաշինքներ են ուրվագծվել եւ ես նաեւ չեմ բացառում, որ այս դաշինքները այս 2 ամսվա ընթացքում նաեւ կարող են ինչ որ ավելի իրար մոտենալ, չգիտեմ, ավելի ձուլվել իրար հետ եւ ավելի մեծ դաշինքներով մասնակցել, ինչը միայն կարելի է ողջունել, որովհետև այսօր ակնհայտ է, որ քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմադիր դաշտի, իսկ հիմնականում ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտից են ձևավորվում, չունեն ռեսուրսներ, որտեղ Հայաստանում ռեսուրսները ընդհանրապես գտնվում են Սերժ Սարգսյանի, նրա իշխող հանրապետական վարչակազմի օլիգարխների ձեռքում, այսինքն մյուսները գրեթե զրկված են այդ ռեսուրսներից եւ հետեւաբար լավ է դաշինքների ձևավորումը։ Իհարկե, այստեղ պետք է նշենք, որ Գագիկ Ծառուկյանի մուտքը կրկին վերադարձ ակտիվ քաղաքականություն կամ փակված էջի բաց անելը նոր իրավիճակ է ստեղծում, որովհետեւ նաեւ Գագիկ Ծառուկյանը այն մարդկանցից է, որը այդ օլիգարխների շարքում է, որը կարողանում է ներդնել բավականին մեծ գումարներ այս ընտրական process-ում, իսկ գիտենք նաև, որ Հայաստանի ընտրողները նաև սիրում են փող, հետևաբար հետաքրքրություն են մտցնում իր բացասական դրական ամեն դեպքում Ծառուկյանի այսպես վերադարձը որոշակի ինտրիգ է մտցնում։ Պարոն Հակոբյան, տեսեք, շատ էր խոսվում նախորդ ընտրությունների ժամանակ, որ պետք է միասնական լինել, եւ հիմա այս դաշինքները թեկուզ որոշակի, բայց միասնության այսպես, հա, նշաններ են, դուք նշեցիք, որ այդուհանդերձ, հա, այդ ամբողջ ռեսուրսները իշխող հանրապետական եւ Սերժ Սարգսյանի ձեռքում են, բայց այս դաշինքները որոշակիորեն կարող են մրցակցել այդ հանրապետական հետ։ Նախորդ ներկայիս, հա, ազգային ժողովում մեկ դաշինք ունենք։ Կարող են, ես կարծում եմ, որ կարող են, եթե կարողանան այս դաշինքները ժողովրդին հասցնեն հետեւյալ կարևոր ուղերձը, որ սա փաստացի մի ընտրություն է, որով ձևավորվելու է Հայաստանի նոր կառավարությունը, որով կարողանալ հասցնել, որ սա փաստացի նախագահական ընտրություն է։ Բնականաբար իշխանությունները ամեն ինչ փորձելու են անել ցույց տալու, որ դե սա դեպուտատների ընտրություններ են, ազգային ժողովի ընտրում եք, բայց իրականության մեջ պետք է ժողովրդին հասցնել, որ սա շատ կարևոր համապետական ընտրություն է եւ սա փաստացի նախագահի ընտրություն է։ Այո, միակ ընտրությունն է եւ քանի որ մեր փորձը ցույց է տվել մեր ոչ վաղ անցյալի պատմության 25 տարիների, որ հայ ժողովուրդը դուրս է գալիս փողոց միայն այն ժամանակ, երբ որ միշտ են ընտրությունները կեղծում, բայց դուրս է գալիս միայն նախագահականի դեպքում, քանի որ մեր ժողովուրդը ընդհանրապես ուզում է փրկիչներ տեսնել, որոնք գան եւ իրենց կյանքը լավացնեն։ Իսկ Սերժ Սարգսյանը ընդհանրապես ինքը չի սարսափում Հայաստանի ներսում, բայց եթե կա մի սարսափելի բան, դա փողոցն է։ Սերժ Սարգսյանի համար ամենագլխավոր սարսափելի, եթե կա մի բան, դա հայկական փողոցն է։ Իսկն հետընտրական։ Հետընտրական, նախընտրական, չգիտեմ, այդ զարգացումներն են, որովհետև ինքը չի կարողանում փողոցի հետ խոսել։ Ինքը փողոցի համար անհասկանալի է։ Հասկանում եք, եւ Գագիկ Ծառուկյանի էջի բաց անելը, ինչպես է դա եղել, ինչպես չի եղել, այս իմաստով շատ կանխատեսելի է դարձնում Սերժ Սարգսյանի համար, որ ավելի լավ է Ծառուկյանը գա իր 20-25% տանի, քան հույսներս թողենք փողոցի վրա։ Իհարկե ես սրանով չեմ ակնարկում եւ չեմ ասում, որ Գագիկ Ծառուկյանը վերադարձել է Սերժ Սարգսյանի դաբրոյով
կամ իրան ասել են վերադարձի։ Ոչ, ես չեմ ուզում ընդհանրապես շատ այսպես պարզունակ սև ու սպիտակի միջև այս քննարկումը գնա, ինչը ցավոք հայկական լրատվամիջոցներում եւ անգամ փորձագիտական շրջանակներում, ինչ իմ համար զարմանալի է, քաղաքագիտական փորձագիտական շրջանակները հենց այդ բանով են վերլուծությունները կատարում, որ դե պարզ է, էլի Սերժ Սարգսյանը ասել են Բաղրամյան 26-ից եւ Գագիկ Ծառուկյանն էլ վերադառնում է, պետք կլինի կանեն այն ինչ որ արեցին 2 տարի առաջ, երբ որ փաստացի պատերազմ հայտարարեցին եւ այդ մարդը ստիպված եղավ հեռանալ, որտեղ եթե չհեռանար, կարող էր նաեւ շատ բաներից զրկվել, այդ թվում նաեւ կյանքից։ Քանի որ խոսեցինք այս թեմայից, հա, պարոն Հակոբյան, Գագիկ Ծառուկյանի վերադարձը, Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես որ քվեների համար այսօր կարող է պայքարել, հանրապետականի քվեներից է, ձայներ Հա, նաև ավելի շատ ընդդիմության դաշտից։ Նայեք, Գագիկ Ծառուկյանը մի քանի դաշտերից կարող է տանել, եթե այսպես բաժանեն։ Նախ Կոտայքի մարզը։ Իսկ դա բավականին մեծ տարածք է եւ դա արդեն 5-6-7% է։ Իսկ մենք ընտրություններում տեսնում ենք, որ այդ մարզի բնակիչները ինչ-ինչ պատճառներով քվեարկում են Գագիկ Ծառուկյանի օգտին, հա։ Երկրորդը Գագիկ Ծառուկյանը Եթե ռեյտինգայինով էլ առաջադրվի այնտեղ 2 կարող է դասել 2 անգամ, որտեղ այդ ձայնը կդա։ Ճիշտ է։ Բացի այդ Գագիկ Ծառուկյանը հանրապետական կուսակցության հետ միակ ուժն է, Բարգավաճ Հայաստանը, որը փող է բաժանում ընտրություններում, իսկ նշեցինք, գիտենք, որ մեր ժողովուրդը սիրում է գնալ այդ 5-10 հազարը վերցնել շանից մաս փոկելու այդ հոգեբանությամբ, հետո 5 տարի գլխին տալ եւ բողոքել իր չարքաշ կյանքից եւ գնալ ասենք ընդդիմությանը ասել որ եկեք մեզ օգնեք կամ չգիտեմ այլ կազմակերպությունների բայց նաեւ պետք է հասկանանք որ Գագիկ Ծառուկյանը ուզենք թե չուզենք որոշակի առումով գիտեք դրական ընկալում ունի Հայաստանի բնակության որոշակի շրջանում սա Վարկանիշի առումով չի ընկել վարկանիշը այդ հա ընկել է իհարկե ընկել է վարկանիշը բայց ում վարկանիշը չի ընկել ընկել է, բայց դա չի նշանակում, որ չի կարող այդ վարկանիշը նորից վերականգնել եւ տիրանալ բավականին եւ վերադառնալով հարցին նա ձայներ կտանի եւ ընդդիմադիր դաշտից եւ իշխանական դաշտից եւ հատկապես այն դաշտից, գիտեք, այսօր հանրապետական կուսակցության ներսում այս վարչապետի հետ կապված որ շոուն ավարտվի, ավելի իհարկե ջրերը կպարզեն, բայց այսօր ինչքանով որ ես եմ կարողանում հասկանալ, վերլուծել, հանրապետական կուսակցության ներսում բավականին այսպես դժգոհություններ կա կապված առնվազն մեկ թևի հետ, որը գոհ չէ այսօրվա իր իրավիճակից, ես նկատի ունեմ Հովիկ Աբրահամյանի թևը, եւ միշտ էլ ընտրությունները եւ այս transition period կոչվածը շատ վտանգավոր են իշխանությունների համար։ Տեսեք, երբ որ 2015 թվականին Գագիկ Ծառուկյանը ուզում էր փողոց իջնել, մարդկանց փողոց դուրս բերել եւ որոշակիորեն սկսեց, այդ շրջանում շատ դժվար է պայքարել բոլոր ավտորիտար ռեժիմների դեմ կամ կիսահիբրիդային ինչպես մեր ռեժիմն է, հա, իսկ ընտրական այս շրջանում, այս փոփոխության շրջանում միշտ էլ պատուհան է բացվում, որովհետև իշխանությունը մեկից մյուսին հանձնելու շրջանում միշտ էլ ուժային կառույցները նույն իշխանության ներսում կարող են առաջանալ ճաքեր, ամենավտանգավոր շրջանն է։ Հետևաբար նաև Գագիկ Ծառուկյանը կարող է հանրապետականին քվե տալու պատրաստ զանգվածից ձայներ ստանալ ուղղորդվելով հենց նույն հանրապետականի ներսից, որոնք կրկնում եմ այսօր դժգոհ են, շատ դժգոհ են Սերժ Սարգսյանի քաղաքականություն, մասնավորապես նոր վարչապետի բերելուց քաղաքականություն, այսինքն մի մարդու, որ հաստատի չուժո է, այսինքն իրանց կռուգից չէ։ Ես ուզում եմ օգտագործել բառեր, որ ավելի հասկանալի լինի հանրապետական կուսակցության հատկապես այդ մարդկանց համար։ Պարոն Հակոբյան, մամուլում եւ այդ քաղաքական վերլուծություններում մեկնաբանների կողմից կա նաեւ այսպիսի տեսակետ, որ իդեմ Գագիկ Ծառուկյանի ձևավորում է մի արեստացին, այսպես ընդդիմադիր բևեռ, որի միջոցով հենց Սերժ Սարգսյանը կխուսափի հետընտրական է ձեր ասած ակտիվ պայքար, այսինքն վերահսկելի մի ընդդիմադիր բևեռ է ստեղծում։ Մենք դրա մասին խոսում ենք, այո, ես չեմ բացառում դա։ Կրկնում եմ, դա հավանական տարբերակ է, բայց մյուս կողմից ես մտածում եմ նաև, նայեք, ճիշտ է այդ ասած, ես 100%-ով կիսում եմ ձեզ, ես էլ եմ մի 5-6 հատ հոդված գրել արդեն այդ ձեր նշած թեմայով, բայց ես ուրիշ հարց եմ ուզում տալ, այլընտրանքն ասեք այլընտրանքը որն է, ես չեմ բացառում իհարկե, որ նախընտրական այս շրջանում գուցե մի հատ ուժեղ շարժում կսկսի, ինչպես օրինակ 2013 թվականի ընտրություններից օրից 15 օր առաջ
երբ որ ես տեսնում եմ Ռաֆի Հովհաննիսյանին իր այդ հայացքով եւ տակը գրած հնարավոր է, իմ մի քիչ բանս էր գալիս, չի հավատում, ասում եմ ո՞նց է հնարավոր, բայց տեսակ որ հնարավոր եղավ ինչ որ բան։ Այնպես որ ես չեմ բացառում, որ լինի ինչ որ այսպիսի գործընթաց որևէ ընդդիմադիր, որևէ շրջանակների հետ կապված, բայց այսօրվա դրությամբ ես դա չեմ տեսնում։ Եվ Գագիկ Ծառուկյանը ցավոք թե բարվոք, չգիտեմ, ինչ բառ օգտագործեմ, այն ուժն է, որ կարող է իր շուրջը համախմբել։ Ավելին ասեմ, կարող է շատերի համար զարմանալի թվալ, բայց եթե Գագիկ Ծառուկյանի ատամը կտրի կամ կտրեր 2005-ին, ես համարում եմ, որ 2005-ին խաղ չէր, այն ինչ որ Գագիկ Ծառուկյանն անում էր։ Պարզապես մարդը տեսավ, որ կարող են իրեն ուտել, հա, ինքը որոշեց ավելի լավ է փրկվել այդ ուտվելու process-ից։ Բայց եթե ինքը տեսնի, որ ինքը կարող է ամեն դեպքում ռեժիմի դեմ պայքարել, ես չեմ բացառում, որ ինքը կգնա միջև վերջ։ Ես դրա համար եմ ասում, որ այս transition period կոչված, այսինքն անցումային շրջան կոչվածը բավականին ռիսկեր կան իշխանությունների նկատմամբ, այսինքն եւ այս իմաստով հանրապետականները պետք է բավականին աչալուրջ լինեն։ Եվ ես կրկնում եմ, ես չեմ բացառում, որ եթե օրինակ, սա այստեղ իհարկե վերլուծություններ են կանում, եթե օրինակ նորից ձևավորվի, տեսեք, համախմբում եւ համախմբման շուրջ ձևավորված այդ խումբը միավորվի Ծառուկյան դաշինքի հետ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ միանա, եթե միանա, ես կարծում եմ, որ հնարավոր է, որ ինչ-որ բան փոխել, հնարավոր է էլի մարդկանց դուրս բերել փողոց եւ չենք կարող պնդել, որ ամեն անգամ նորից հանրապետականները հավաքվելու են, Սերժ Սարգսյանը, այսպես ասեմ, պատերազմ է հայտարարելու Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանը թողնելու հեռանալու։ Ուզում եմ ասեմ, որ ես ուզում եմ բաց թողնել այս հնարավորությունը, որ հնարավոր է նման բան, բայց կրկնում եմ, այո, ձեր ասածը շատ ճիշտ է, մեր մտածածը ճիշտ է, որ եւ ընդհանրապես հարցադրումները, որ օդում կան, իրավունք ունեն։ Ինչու Գագիկ Ծառուկյանը հիմա վերադարձավ։ Կա նաև տեսակետ, որ իրականում քաղաքական իր հենարանն է ապահովում։ Հա, դա եմ ասում։ Ինչու վերադարձավ։ Այս վերադարձը պայմանավորված էր Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածությամբ։ Սերժ Սարգսյանն է նրան ասել, որ վերադարձի։ Գագիկ Ծառուկյանը այս օրերին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Գուցե հանդիպել է։ Ես ենթադրում եմ, որ հանդիպել է։ Այդ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը պատվիրակություններ ուղարկել է Գագիկ Ծառուկյանի մոտ ասելով, որ մի մտի։ Ես տեղեկություններ ունեմ, որ դա էլ է եղել։ Ուզում եմ ասեմ, որ իրավիճակը այսպես այնքան պրիմիտիվ չի ու այնքան սև ու սպիտակ չի, որ ասենք դե Գագիկ Ծառուկյանին բերում են, որ հանգիստ անցկացնեն։ Ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ գույներ կան, որ արժե որ մենք դրան անդրադառնանք։ Գիտեք, նաև մենք լրագրողներս, իսակ ես կարծում եմ, այդ թվում իհարկե նաև Ազատություն ռադիոկայանը իր այս լավ աշխատանքով, ես կարծում եմ, որ մենք պետք չէ այսպես ընտրություններից առաջ մենք էլ այսպես կարծիքներով ազդենք բնակչության վրա, որ դե գիտեք ինչ կա, ամեն ինչ վճռված է, ոչ այս երկրում ոչ մի բան չի։ Մենք իրականում փոխանցում ենք այդ կարծիքները քաղաքագետների եւ գործիչների։ Ճիշտ եք ասում, դա ենք փոխանցում, բայց շատ չլինի այնպես, որ մարդիկ մեզ նայեն, ասեն դե ճիշտ է, ասում են ինչի գնանք ընտրություններին մեկ է։ Սրանից հետո մի 20 տարի հետո Սերժն ու իր շրջապատն է իշխանության մնալու։ Ես կարծում եմ, որ սա ճիշտ չէ, հակառակը մենք ինչ որ չնայած մենք բան չենք, այսպես քաղաքականություն բան թելադրողներ չենք, բայց ինչ որ իմաստով պետք է ուղերձներ հասնենք, որ չէ, պետք է գնալ ընտրություններին, պետք է մասնակցել ընտրություններին, պետք է պայքարել բարեփոխումների համար, պետք է պայքարել հանրապետական ռեժիմի եւ Սերժ Սարգսյանի դեմ, որովհետեւ եթե չպայքարենք, ինչպես նախկին 9 տարիներին, եթե Սերժ Սարգսյանը մնա իշխանության, եւս 350,000 Հայաստանից մարդ կգնա, բաները չի աճի, ասենք աղքատությունը կմեծանա, կունենանք 9% տնտեսական անկում, ինչպես եղել է կամ 14%, կամ կունենանք պլյուս, չգիտեմ, քանի տոկոս ընդամենը աճ։ Այս ամեն ինչը շատ կարևոր է, պետք չէ հուսահատեցնել հայ ընտրողներին, որոնք առանց այն էլ հուսահատ են եւ միայն ընտրությունից ընտրություն են ցուցաբերում քաղաքական ակտիվություն։ Պարոն Հակոբյան, այս թեմայի վերաբերյալ առիթ ունեցել ենք մեկ անգամ զրուցելու Ազատության հայտ 25-ամյակին վրաց խորհրդանական ֆիլմի շրջանակում։ Տեսեք, նախորդ նմանատիպ դեպքերը նկատի ունեմ դաշինքները, եղել են նաև դաշինքները, որոնք մեկ գիշերվա ընթացքում փլուզվեցին, երբ, չգիտեմ, հուսակիցները մեկ գիշերվա ընթացքում կուսակցափոխության
կուսակցափոխություն արեցին, այս դեպքում այս դաշինքները ավելի շատ արեստացիոն չեն ես։ Գուցե արհեստացին են։ Ես կարող եմ նույնիսկ վերցնել Այսինքն իրական նպատակ էս դաշինքների հենց ձեզ Սերժ Սարգսյանի այդ իշխող հանրապետականին հեռացնելն է իշխանությունից։ Սա հարց է, որ իրենք պիտի պատասխանեն, Փորձը ցույց է տվել, որ բոլոր դաշինքներն այնպես հիմնականում մինչև այդ պաշտոնավարման ժամկետը փլուզում են։ Նաև ունենք հենց ներկայիս օրինակը Հայ ազգային կոնգրեսը, որ թերևս 2000 Արդարություն դաշինքը, որը կարծում եմ դաշինքներից հզորագույնն է, որը նույնպես փլուզվեց, բայց մյուս կողմից էլի այլընտրանքը որն է։ Եվ նաև պետք է կարծում եմ տեսնել ավելի մեծ պատկերը։ Ինչ պետք է անեն, որ նմանատիպ ավելի մեծ պատկերը տեսնել եւ այս պայի դրությամբ բոլորի համար པարզ լինի, որ իրենք խնդիր չկա ռուսամետներ եւ արևմտամետներ, սոցիալիստներ եւ լիբերալներ։ Խնդիր է դրված ուրեմն գոնե հնարավորինս չափավորել հանրապետական կուսակցության ախորժակը, որը փորձը ցույց է տվել նախկին տարիներին կեղեքում է Հայաստանը եւ Հայաստանի բնակիչներին։ Եվ մեծ պատկերը սա է, այսինքն պայքար կեղեքիչների դեմ։ Բայց ես չեմ բացառում իրոք, որ եթե նույնիսկ հաջողության հասնեն, շուտ կարող է փլուզումներ տեղ ունենալ, բայց կրկնում եմ նորից, այլընտրանքը ո՞րն է։ Այսինքն երբ որ դու ասում ես սա լավը չէ, բայց տեղը ինչ է, տեղը բաց ես թողում։ Այսինքն տեղը բաց ես թողում, որ իրոք ռեժիմը անցկացնի անբիծ ընտրություններ, ինչպես օրինակ ասենք անցկացրեցին, դա մենք լրագրողներս անունը դրել էինք ուրվականների հանրակրվե, երբ որ 2005 թվականին բոյկոտեցին, հա, բաները, ընդդիմությունը բոյկոտեց Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած սահմանադրության հանրակրվեն, եւ ես սարսափով հիշում եմ ժամանակ հանրային ռադիոյի մի աշխատում, տեսնում եմ ընտրատարածքներից մեկը շատ մոտ էր, ուրեմն մարդ չէր մտնում էր այդ ամբողջ օրը մենք նայում ենք, օրվա ավարտին հայտարարվեց թիվ եւ ամբից էր, որովհետեւ մարդ չծեծեցին, բան չարեցին, էս ենք ուզում։ Պարոն Հակոբյան, եթե փոքրինչ վերլուծենք այս նախընտրական այս հատվածում, որ կուսակցությունն է ոչ այդքան բարենպաստ իրավիճակում հայտնվում։ Բոլոր կուսակցությունները անբարենպաստ վիճակում են, բացի իշխող կուսակցությունից, հանրապետականից, որտեղ եթե մյուս ընդդիմադիրներն ներեցեք, դաշինքներ են ձևավորում կամ նմանատիպ խոսակցություններ են կամ հանդիպումներ են ունենում, այս դեպքում կարծես թե միայն Ժառանգություն եւ Հայ ազգային կոնգրեսն է առայժմ, որ միայնակ է։ Նայեք, ես կարծում եմ, որ եւ մտածում եմ, որ կհաղթի Ժառանգությունում այն թևը, որը կողմնակից է դաշինքով գնալու, որովհետեւ պետք է հասկանալ, որ Ժառանգությունը այսօր մի շարք պատճառներով չի կարող շատ տեղերի հավակնել։ Եվ ես նույնիսկ վիրավորական չընչի, ես մտածում եմ, արդյոք կարող է Ժառանգությունը հաղթահարել 5%-ը, հաշվի առնելով իրենց ներքին այդ խմորումները, որ կան, որը դուրս է եկել արդեն, մենք բոլորս գիտենք ինչ է կատարվում այդ կուսակցության հետ։ Ես կարծում եմ, որ ճիշտ է ամեն դեպքում, որպեսզի Ժառանգությունը գնա որևէ դաշինքի հետ, կարող է լինել ելքը, կարող է միանալ ելքին կարող է միանալ Ժառանգություն, բայց անպայման դաշինքով գնալ։ Իսկ իհարկե շատ ավելի լավ կլինի, որ բոլոր այս դաշինքները կարողանան իրենց չափը ճանաչել, հասկանալ, որ իրենք ինչ հնարավորություններ ունեն, հասկանալ, որ պետք չի փոշիացնել ընդդիմության ձայները եւ փորձեն վեր կանգնել ամեն ինչից իրար նկատմամբ կոմպրոմատներից, վիրավորանքներից, հայհոյանքներից, չգիտեմ ամեն ինչից եւ ձևավորել մի մեծ, այսպես ասեմ, դաշինք համախմբում, միավորում ընդդեմ այս իշխանությունների եւ փորձել այնպես անել, որ իշխանությունները չկարողանա ունենալ մեծամասնություն այս խորհրդարանում, որտեւ եթե ունեցան մեծամասնություն ես կարող եմ մոտավորապես արդեն պատկերացնել, թե ինչ է լինելու Հայաստանում։ Բայց դա ավելի վատ իրավիճակ չի լինի, եթե ընդհանրենք որևէ քաղաքական ուժեր ունենալով միմյանց հանդեպ շատ լուրջ, այսպես տարաձայնություններ միավորվեն հեռացնեն իշխող հանրապետականին եւ այդ դեպքում լինեն իշխանություն։ Բացարձակապես ոչ։ Ես կարծում եմ, որ դրանից հետո կարող է սկսվել փոփոխությունների շրջանը, որովհետեւ եթե հանրապետական կուսակցությունը մնա, Հայաստանում լճացումը շարունակվելու է։ Հայաստանում այս նույն ձևով շարունակվելու է, ինձ թվում է կավարտվի վարչապետի շուրջ այս ստեղծված է սիրուն էս բանը, որ արվում է, նախկին հանրապետականները, որոնց հիմա այսօր հեռու են պահում, ասում են դուք մի խառնվեք, էլի դուք սև գույն ունեք կամ չգիտեմ հանցավոր անցյալ ունեք եւ այլն, հա, կամ դուք ասեք պամիդորի դաշտեր ունեք, դուք լռեք, դուք գործ չունեք, բայց այդ մարդիկ գալու են, այդ մարդիկ հիշեք Հաղթանակի դեպքում նրանք վերադառնալու են, նրանք ուղղակի ատամները սրած սպասում են։
Պարոն Հակոբյան, ըստ ձեզ այս քարոզչության ընթացքում նախընտրական է, որ թեմայի շուրջ պետք է ծավալվի գաղափարախոսություն եւ թերևս հա միայն Հայազգային կոնգրեսն է, որ առայժմ բոլորովին այլ այսպես գաղափարախոսություն է փորձում առաջ տանել։ Նայեք, իսկ կրկին պետք է ականատես լինենք այդ հանրահավաքների ժամանակ Սերժ Սարգսյանի կամ իշխող հանրապետականին հեռացնելու, այսպես կարգախոսներ, չգիտեմ, դա էլ պետք է լինի, որովհետև առանց դրա չի կարող ընդդիմությունը առաջնորդվել, նույնիսկ ամենաքաղաքակիրթ երկրներում ճիշտ է այլ բառապաշարով։ Դեպքում ձեր ասած չի լինի այլ ընտրանք, եթե արդեն 15-20 տարի է նույն հանրահավաքներին գան եւ նշվի, որ պետք է հեռացվի այս իշխանություն եւ լավ կլինի, դա ըստ էության այլ ընտրանք չի։ Հասկանում եմ, որ ամեն անգամ դու երբ որ ժողովրդին բերում ես փողոց ու որևէ հաջողության չես հասնում, սա էլ հասկանալի է, բայց այդ դեպքում ինչ անել։ Դե լավ կլինի, որ ընտրությունները չկեղծվի եւ Հայաստանում ձևավորվի իշխանություն, թող նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների նման բոլոր կուսակցությունները կամ դաշինքները իրենց ծրագրերը ներկայացնեն եւ ես որպես ընտրող ինքս հասկանամ։ Միգուցե դե արդեն քաղաքական կուլտուրայի, քաղաքական մշակույթի խնդիր է։ Չգիտեմ, կհասկանան թե դա թե չէ։ Դրան մենք քանի տարի է Ամերիկայի նույն փորձն ենք բերում 200 տարի հետո են նման բանի հասել։ Մենք կարող ենք դրան հասնել թե չէ։ Դա իհարկե իդեալական տարբերակներ, պլյուս եթե բոլորը ունենում են քաղաքական կամք եւ ասում են չենք կեղծում։ Դա հրաշալի տարբերակ է։ Գիտեք, անգամ թող իրար դեմ այսպես շատ կոշտ բառապաշար օգտագործեն, բայց պահպանեն ամենակարևոր սկզբունքը։ Միգուցե ընտրողը չի սիրում հանրապետական կուսակցությունը, բայց չգիտեմ, ընթերցում է կամ տեսնում է իրենց ծրագիրը, որ չգիտեմ, միգուցե իր համար ավելի այսպես։ Գուցե, բայց այստեղ գլխավոր խնդիրը Սիսակ, ես կարծում եմ դա չէ։ Գլխավոր խնդիրը նա է եւ միայն հանրապետական կուսակցության շրջանին չի վերաբերում։ Խնդիրը նա է, որ ընտրությունները կեղծվում են։ Սա է գլխավոր խնդիրը եւ հիմնական բանը պիտի նա որ ընտրությունները չկեղծվեն։ Ես կողմ եմ թող Սերժ Սարգսյանն ու հանրապետականները սրանից հետո եւս 50 տարի իշխեն Հայաստանում պայմանով, որ ընտրակեղծարարությամբ չպիտի ձևավորի նրանց իշխանությունը։ Իմ ասածը սա է։ Ի վերջո բոլորն էլ հայ մարդիկ են, հայ քաղաքական ուժեր են։ Ես չեմ այդպես նայում, որ ասեմ հանրապետականի այս մեկը լավն են, մեկը վատն է։ Բացարձակապես։ Իմ ասածը այլ բան է։ Ես ասում եմ, որ հանրապետական կուսակցությունը եւ նրանից առաջ էլ ովքեր որ իշխանության են եղել Ռոբերտ Քոչարյանը, որի իբր որի կուսակցությունի ժողովուրդն էր, նրանից առաջ էլ հայոց համազգային շարժումը կեղծում են ընտրությունները, սա եմ ասում, եւ պետք է վերջ տալ ընտրակեղծարարությանը։ Քանի դեռ ընտրակեղծարարությունը շարունակվում է, մենք չենք կարող խոսել ոչ իրական դաշինքների մասին, ոչ գաղափարախոսությունների մասին, ինչ գաղափարախոսություն, երբ որ վերջում թվերը լինում է այնպես, ինչպես որ իրենք են ուզում, հասկանալի։ Սա է կարևորը։ Իսկ Հայազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ առաջ քաշած Ղարաբաղյան հարցը ձեր կարծիքով ինչ տեղ կզբաղեցնի այդ քաղաքական բանավեճերի դատելով նախորդ ընտրությունները Ղարաբաղի հարցը որքան էլ զարմանալի լինի, երբեք չի գալիս առաջնային բան ընտրությունների ժամանակ։ Կարելի ասել, որ ըստ էության ՀԱԿ-ը հիմա փորձում է հենց այս թեման առաջ։ Կարելի ասել, որ ուզում է բանավեճ այդ ուղղությամբ տանի, եւ ես կարծում եմ, որ պետք չի Լևոն Տեր-Պետրոսյանի այդ ելույթը պրիմիտիվացնել, դավաճանի պիտակ կպցնել, որտեվ եթե պրիմիտիվացնում ենք, ապա պետք է նույնը անենք նաեւ Սերժ Սարգսյանի հետ, որը հայտարարել 11 թվականին ստորագրում է։ Որ ասպստանով 7 շրջան հետ ենք տալիս։ Երկու դեպքում էլ ես կարծում եմ, որ պետք չի պրիմիտիվացնել։ Պետք է հասկանալ, որ Ղարաբաղի հարցը կարևոր է եւ պետք է դա դառնա քննարկումների, առողջ քննարկումների թեմա։ Կհաջողվի դա թե չէ, կարծում եմ չի հաջողվելու, որովհետեւ էլի ավելի շատ Հայաստանում այդ բոլոր շրջանակներում իշխելու է ռազմահայրենասիրության եւ անպատասխանատու հայրենասիրության թեման։ Դա է իշխելու։ Եթե անգամ հաջողվի, ինչ կշահի դրանից ՀԱԿ-ը, այսինքն Որն է նպատակը, եթե լավ ենթադրենք ծավալվեց այդ թեմայի շուրջ, այսինքն այդտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը հասկանալի է, որ թերևս ինքը գործող իշխանությունից բացի ամենագիտակն է այդ հիմնախնդրից եւ Ղարաբաղի հարցը Հայաստանի համար ամենագլխավոր հարցն է։ Ճիշտ է, այսօր շատերը ասում են, որ այդ հարցը արդեն լուծված է։ Չգիտեմ լուծված է թե չէ, եթե լուծված է, ապա մի պարզ հարց եմ տալիս։ Դուք այս բացելուց առաջ դուք կարդացիք հենց առաջի լուրը, որ Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում 1050 կրակոց 1050 կրակոց է։ Վերջին 3-4 ամսում գրեթե նույն պատկերն։ Բայց սա չարյաց փոքրագույնն է։ Պիտի հետեւյալ հարցին պատասխան տալ։
Ինչու ենք մենք առավոտները մեր եթերներից ասում, որ ցավոք զոհվել է 18-ամյա այս տղան։ Հասկանում եք, պետք չի ասել, որ այդ հարցը լուծված է, այդ հարցը լուծված չի։ Այդ հարցը լուծված չի, քանի դեռ սահմաններում սպանվում են մեր երեխաները։ Եվ այդ հարցին պետք է հենց այդպես մոտենալ, որ այդ սպանվող երեխաները մեր երեխաներն են, որտեղ շուտով մեր երեխաներն են գնալու բանակ։ Ուզում եմ ասել, որ Ղարաբաղի հարցը Հայաստանի համար չլուծված հարց է։ Իսկ ընտրողի համար դες կարևոր է Ղարաբաղյան հարցը։ Ընտրողին պետք է սովորացնել։ Իհարկե կարևոր է։ Եթե դու ընտրողին դրա մասին չես, այսպես ասեմ, եթե ընտրողի այդ հորիզոնները փակում ես ամեն ինչ իրար, գուցե կարևոր չի, բայց եթե դու առողջ բանավեճ ես ծավալում, որ այդ արտագաղթի հիմնական պատճառը թերևս դրա հետ համաձայն չեմ։ Արտագաղթի հիմնական պատճառը դա չէ, դա անուղղակի պատճառ է։ Արտագաղթի հիմնական պատճառը ես շատ եմ աշխատում Հայաստանի սահմանամերձ գյուղերում, ինքս լինելով այդ գյուղերից մեկից, ես գիտեմ շատ քչերին, որոնք արտագաղթի որոնք պատերազմի պատճառով են հեռացել, թողել իրենց տուն ու տեղը, իրենց ծնողներին մենակ ու գնացել Ռուսաստան կամ վտանգն է ծնողներն հետ։ Հա, այդ մի բան, բայց մյուս կողմից ես նաև գիտեմ շատ մարդիկ, որոնք մտածում են լավ ինչ անենք, մեր երեխեք ոնց ալնելու մեր երեխի ապագան եւ մտածում են, որ ավելի լավ է գնան Ռուսաստան։ Բայց անդերձ որոշակի այսպես գործոն է։ Հա, որոշակի, ասում եմ, միանշանակ չէ դա, անուղղակի է դա, բայց ասել, որ պատերազմի կրակոցի պատճառով են մարդիկ թողել արել, ոչ, այդպես չէ, բայց դրա մեջ կա իհարկե նաև դա։ Մարդիկ թողնում հեռանում են արտագաղթի պատճառը նաև, որ այս ռեժիմը կեղեքում է հայ ժողովրդին։ Հիմնականում այդ պատճառով են հեռանում, բայց նաև իհարկե այդ անորոշությունը, որ կա, որ ինչ է լինելու, արդյոք նոր պատերազմ է լինելու, որ մեր երեխաները գնան բանակ, վերադառնալու են, թե չեն վերադառնալու։ Սրանք հարցեր են, որոնք միշտ էլ կախված են լինելու, եւ ես կարծում եմ, չափազանց առողջ բան է, եթե հաջողվի իրոք Ղարաբաղի կարգավորման թեման բերել եւ քննարկում ծավալել։ Եթե այդպես է չլինի, գոնե ձեզ բոլոր կուսակցությունները կամ դաշինքները, որ մասնակցում են ընտրություններին, իրենց տեսակետը գոնե պետք է։ Դե օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը մոտավորապես գծել է, թե որն է իր պատկերացրած Ղարաբաղյան կարգավորման լուծումը։ Եթե համարենք, որ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում եւ այն փաստաթղթում, որ դրել են սեղանին, որ ինքը ասում է հայ ես ընդունում եմ, հա, արտահայտում է հանրապետականի տեսակետը, ապա կարող ենք ասել, որ առնվազն երկու կուսակցություն ներկայացրել է իր կարծիքը, պլյուս նաև կարող ենք ասել, որ դաշնակցությունը ունի որոշակի կարծիք, որը ասում է, որ չէ, էս է լուծումը, մոտավորապես, հիմա ես մի քիչ շատ բան եմ, պրիմիտիվացնում եմ, բայց դաշնակցությունն էլ բավականին հետևողականորեն բոլոր կարևորագույն այսպես փուլերում, դա եղել է Քիվեստը, դա եղել է 97-98 թվականները, Ռամբույեն եւ Մադրիդյանը հետևողականորեն արտահայտել է իր կարծիք այդ առաջարկվող փաստաթղթերի նկատմամբ եւ ասել է թե ինչպիսին է պատկերացնում լուծումը, բայց դա կներ որ մյուս կուսակցություններն ներկայացնեին թե ինչպես են պատկերացնում Ղարաբաղի հարցի կարգավորումը։ Եթե նույնիսկ ասեմ, որ սա է լուծումը, այսինքն ստատուս քվոյի այսօրվա ամրագրումը, դա էլ տարբերակ է, բայց այդ դեպքում կրկնում եմ, պետք է բազմաթիվ հարցերի նրանք պատասխանեն։ Այս թեմայի վերաբերյալ առաջիններից մեկը, հա, թերևս որ արձագանքեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էր, ով իդեպ արդեն հայտնի է, որ մասնակցելու է ակտիվ այս ընտրություններին։ Ձեր կարծիքով Սեյրան Օհանյանը ինչ գործոն կարող է ունենալ այս ընտրություններին եւ ինչու կրկին վերադարձավ, այսինքն ինչ չէր կարող անել իշխանության օրոք, իշխանության մեջ լինելով։ Կհրավիրեք այստեղ պարոն Օհանյանին, նա կպատասխանի ձեր հարցերին, բայց ասեմ, որ իսկ վարկանիշի առումով վարկանիշի առումով ես չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանը լուրջ փոփոխություն է մտցնելու Հայաստանի ներքաղաքական այս բանում։ Ընտրազանգված կունենա ձեզ։ Որոշակի այո, բայց կրկնում եմ, ոչ մի ձևով չեմ կարող նույնիսկ համեմատություն մտցնել։ Երբեմն հայտարարում են, որ նա պարտված նախարար է, նկատի ունելով այդ գործված 800 հեկտարը։ Իրավունք ունեն ասելու, բայց այդ հայտարարողը, եթե ազնիվ է, պետք է ասի, որ պարտված է նաև Սերժ Սարգսյանը։ Նայեք, ես կողմնակից եմ, որ իրերը անվանել ամբողջությամբ իրենց անուններով։ Լավ, ենթադրենք Սեյրան Օհանյանը պարտված է, հա, 800 հեկտար կորցրել ենք, թեև ես էլի այդպես պարզունակ չեմ նայում։ Հա, ուրեմն պարտված է Սերժ Սարգսյանը, պարտված է Բակո Սահակյանը, պարտված է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։
Նույնը նաև մարտի 1-ի թեմայով է, չէ՞, այստեղ բանանում շոշափում։ Պատասխանատվության հարցի հիմա գիտեք ինչ կա, հիմա եթե ես այդ օրերին լրագրող եղած չլինեի եւ անցյալ չունենայի, ես կմտածեի, որ ուրեմն մարտի 1-ին պատասխանատու են բոլորը, բացի Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից։ Մինչդեռ գլխավոր երկու պատասխանատուները այս մարդիկ են։ Հիմա թեման այնպես են շրջել, չգիտեմ, հավանաբար դա էլ ինչ-որ տեխնոլոգիա է։ Բոլորս մեղավոր ենք մարտի 1-ի համար, բացի խեղճ Ռոբերտ Քոչարյանից եւ նույնքան խեղճ Սերժ Սարգսյանից, հա։ Այդպես չի։ Այսինքն գոնե մենք լրագրողներս, փորձագետներս պետք է ազնիվ լինենք եւ ամեն ինչը ասել ամբողջության մեջ եւ ոչ թե մեծ պատկերի վրա մենակ մի հատ էսպես բանը չդնել, ասել սա էր Սեյրան Օհանյանը որպես շտաբի պետ, իհարկե ես հիշում եմ իր հայտնի այդ հայտարարությունը, թե ինչու է զորքի իջեցնում քաղաք, իհարկե դատապարտելի էր դա, իհարկե չէր կարելի հայ ժողովրդի դեմ բանակ իջեցնել Երևանի փողոց, բայց եթե այդպես է, ինչու չենք քննադատում նաեւ այն ժամանակվա պաշտպանության նախարարին, ինչու այդ քննադատողները հատուկ Սերժ Սարգսյանի անունը չեն տալիս եւ տալիս են Քոչարյանի անունը կամ հակառակը, հասկանում եք։ Սրանք հարցեր են, որոնք պետք է գոնե մենք լրագրողներս թույլ չտանք, որ այսպես ասեմ խեղաթյուրվի, պետք է պատկերը ամբողջությամբ ներկայացնենք եւ չարտահայտենք որևէ քաղաքական ուժի այսպես տեսակետ։ Իշխող հանրապետականների վերջին համագումարում, անցյալ տարվա տարեվերջին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պետք է անցկացնել անբիծ ընտրություններ եւ այդ հայտարարությունից հետո եղան նաեւ որոշակի փոփոխություններ։ Դուք էլ մեր հարցազրույցի սկզբում նշեցիք, որ որոշակի անձինք, ովքեր շատ լուրջ դերակատարում ունեին իշխող հանրապետականում, այս ընթացքում ստվերում են, անգամ հայտարարում են, որ նրանք դուրս են եկել խորհրդի կազմից, խոսքս Սուրիկ Խաչատրյանի մասին է, մարզային կառույցի պատասխանատուի այդ պաշտոնից, իր դիմումի համաձայն, ըստ ձեզ սրանք զուտ նախընտրական, այսպես ուղղակի գործընթացներ են։ Դուք նշեցիք, որ ամենայն հավանականությամբ հենց այդ նույն անձիկ կրկին կվերադառնան ընտրություններից հետո։ Դե Սուրիկ Խաչատրյանը պարտադիր չի անպայման ինքն էլ վերադառնա, որովհետև իր անցյալի հետ հաճախ օգտագործում է կրիմինալ բառն, էլի, կարող է ինքը չվերադառնա, բայց ես նկատի ունեմ ավելի շատ հանրապետության այն թևին, որը հիմա մի քիչ անկյունված վիճակում է, նկատի ունեմ, այո, Հովիկ Աբրահամյանի թևին նկատի ունեի։ Իհարկե սրանք նախընտրական քայլեր են եւ բոլորն էլ այսպիսի նախընտրական քայլեր անում են։ Լավ են անում, հարց չկա։ Թող խոստումներ տան, այդ Չերչիլն է, չի ասել, որ ամենաշատ ստերը լինում են ընտրություններից առաջ պատերազմի ժամանակ եւ որսից հետո։ Թող այս ամեն ինչը լինի, բայց կրկնում եմ, գլխավոր չափորոշիչը, որ մենք տեսնենք ամբիծա թե ամբիծ չի, ոչ թե Սերժ Սարգսյանի հայտարարությունն է, այլ տեսնենք, մեր աչքով տեսնենք ամբիծա թե ամբիծ չի, սա է կարևոր։ Հիմա իհարկե նաեւ որոշակի Բայց կարող է իսկապես, չգիտեմ, իշխող հանրապետականը իր շարքից հեռացնել Հովիկ Աբրահամյանին։ Չէ՞ որ տարիներ շարունակ նշում էր, որ հենց Հովիկ Աբրահամյանն է ապահովել նաև հանրապետականների վերադարձությունը։ Հակառակն է, ես կարծում եմ, որ այս մարդիկ ատամները սրած սպասում են, որ վերադառնան։ Նայած թե ինչպիսի դասավորումներ կլինեն, իհարկե եղել են նաև դեպքեր, երբ որ հանրապետականի հիմնադիրներից են հեռացել այդ կուսակցությունից, այլևս չվերադառնալով, նեղանալով օրինակ, ասենք, բայց դրանք քաղաքական դեպքեր են եղել, օրինակ ասենք Տիգրան Տորոսյանն, հա, այդ մարդը երևի 3-րդ կամ 4-րդ բանն է ունեցել, եւ այդ կուսակցությունը, երբ որ ասենք մի 100 հոգի մարդ կար, առաջնորդներից մեկը ինքն էր, բայց պետք է հասկանանք, որ նաև այսօր հանրապետական կոչվածը սա դասական իմաստով, սա հոգուսակցություն չի։ Հանրապետականը սա բան է, մի հատ խումբ է, որը կլիներ, եթե Հայաստանում իշխանության լիներ ՀՀՇ-ն, եթե իշխանության լինեին կոմունիստները եւ որևէ ուժ, այսինքն սա մի զանգված է իշխանություն ձգտողների մի հատ մեծ զանգված է եւ ինչ եք կարծում այս քանի հազար մարդ որ բան է եղել հանրապետականի կազմում, ասենք Նժդեհի գաղափարներով, ասենք առավոտ ծիրիգու Նժդեհ են կարդում, հա, բնականաբար ոչ։ Վերադառնալով ձեր հարցին, Սիսակ, ես կարծում եմ միակ կարևոր չափանիշը, որ մենք կարող ենք ասել ընտրությունները արդար են թե չէ, դա հետեւյալն է։ Իրոք փորձել արդար անցկացնել, դրա համար պետք է քաղաքական կամք։ Ես կարծում եմ այդ կամքը չկա, բայց մյուս կողմից նաև որոշակի մեխանիզմներ են դրվել, որ ավելի դժվար կլինի կեղծել, այսինքն եթե նույնիսկ կեղծեն, ավելի շատ ջանք պիտի պարզ կեղծել չի լինելու։ Եվ երկրորդը ամենագլխավորը, որպեսզի հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները ընտրություններից հետո ասեն, հա դե ճիշտ է, էլի։
ճիշտ է, այս պատկերը ճիշտ է, մեր ուզածն է սա, մեր պատկերացրածն է սա։ Բայց զարմանալի է, երբ որ ասենք նույն, որ սա անբացատրելի է, երբ որ երկրում ասենք տեղի ունենում տնտեսական անկում 10 տարի շարունակ եւ այդ ուժի ստացած քվեները անընդհատ ավելանում են։ Սա որևէ քաղաքագիտական որևէ բաների մեջ, ռամկաների մեջ, շրջանակների մեջ չի տեղավորվում։ Սա նշանակում է, որ ինչ որ բան ճիշտ չէ, սա նշանակում է, որ ընտրությունները կեղծվում են։ Մենք շատ կրկնում եմ, թող հանրապետական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմի, թող Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ կամ չգիտեմ ինչ, բայց դա լինի արդար ընտրություններով։ Սա է կարևորը, որտեղ եթե չեղավ նույն բանը, նորից մի հատ արտագաղթի նոր ալիք կսկսի, հին հանրապետականներ այդ ատամ սրածները նորից կվերադառնան եւ նորից մենք կվերադառնանք այն գաղջի մթնոլորտ, ինչպես ասել էր նշանավորը։ Մեր հարցազրույցի սկզբում դուք նշեցիք, որ վարչապետի շոուն կավարտվի, երբ կավարտվի, ինչ նկատի ունեք այդ վարչապետի այդ շոու ներկայացումը։ Դե շատ բան է, էլի, այսպես ասեմ, գոնե իմ համար շատ պրիմիտիվ է այդ ամեն ինչը։ Գուցե ես ասենք քաղաքական լրագրության մեջ երկար տարիներ եմ, մենք երկար տարիներ ենք եւ մի քիչ շնացել ենք, հա, այս ոլորտի մեջ, դրա մի քիչ նաեւ ցինիզմն է մեր մեջ շատացել, բայց շոու շատ կա, էլի, այսինքն այս պաստանովկեն որ անում են, ասենք, չգիտեմ, Շուշո ոնց կլինի կամ Շուշո լավ պատասխանեցի կամ ինձ հույս չի ներշնչում սա։ Սա ինձ հիշեցնում է, որ բերել են մարդուն, բայց ակտիվ աշխատում եք ըստ իրենց հաղորդագրությունների, գրեթե ամսական 2 անգամ մարզեր այցելում, ծանոթանում։ Դե հա, հանձնարարականներ։ Նաև ես այս վերջին նիստի ընթացքում 101 հանձնարարական նշվեց, որտեղ որոնց կեսը կատարվել են։ Նայեք, ես նաև չեմ ուզում եւ ընդհանրապես ես իմ գրություններով։ Հետո կներեք նաև հայտարարում, որ այսօր իր առօրյայում 2 բան կամ աշխատում է կառավարությունում կամ փորձում է քնել անկում։ Նայեք, ես ոչ մի հոդված չեմ գրել քննադատելով մեր այս նոր վարչապետին, այստեղ էլ դա շատ չեմ ուզում անել։ Իրոք, տեսնենք, հուսանք, որ մեր ասածները, որ մենք կարծում ենք մեր մտքի մեջ կա, հուսանք դա չի արդարանալու, բայց իմ համար ավելի շատ կարևոր են քաղաքական հաշվարկները եւ այն ինչ որ մենք պատկերացնում ենք, այսինքն ինչ ձևով է լավ լինելու, ինչ անելու, ասենք օլիգարխների դեմ է պայքարելու, չէ՞ որ այդ օլիգարխները իրենք են, կամ ասում են, որ վարչապետը, նոր վարչապետը շատ լավ մենեջեր է, որտեղից է լավ մենեջեր, ամեն ինչի անելու համար Գազպրոմից է լավ մենեջեր, հա, որը Գազպրոմ աշխարհի երևի ամենի կոռումպացված եւ նրա մասնաճյուղն էլ չասեմ, ուզում եմ ասել, որ չեմ տեսնում քայլեր բացի այդ ասածներից, որոնք ապացուցեն, որ Հայաստանում իրոք դրական փոփոխություններ են տեղի ունենում։ Եվ հետո այդ ամենը անելու համար ձեր ասած առաջնահերթ պետք է արդար ընտրություն ունենա հենարան։ Նայեք, ի վերջո, ով է նշանակել վարչապետին, լավ, ենթադրենք ինքը շատ լավ մարդ է, լավ հայ է, սիրուն մարդ է, բան չունեմ ասելու, մտահոգ է Հայաստանի ճակատագրով։ Ես սա ձեռառնելով չեմ ասում, համարում եմ, որ այդպես էլ կա, առանց վիրավորանքի, եւ շատ լավ կլինի, որ նա կարողանա որևէ բան փոխել, բայց այստեղ հարց է, ով է իրեն նշանակել։ Եվ արդյոք չպետք է իշխանությունը ձևավորի ընտրությունների ճանապարհով։ Հիմա տեսնենք, սպասենք, հուսանք, որ թեև ինքն ասում է, փայտիկ չունեմ կախարդական, հուսանք, որ ինչ-որ բան կփոխվի Հայաստանում, բայց կրկնում եմ, այն բանը, որ տեղի ունեցել իր նշանակման հետ կապված, եւ այն որոշակի ինֆորմացիաները, որ մենք այլ ձևերով ստանում ենք, հուսանք, որ դա ճիշտ չի լինի եւ հուսանք, որ իրոք նա կհաջողի եւ Հայաստանում վերջապես տարիների մի քանի վարչապետներից հետո մենք կասենք, որ կունենանք ոչ թե ձախողված վարչապետ, ինչպես բաններ Տիգրան Սարգսյաններ, հա, ոչ ինչպես Հովիկ Աբրահամյաններ, այլ կունենանք հաջողված վարչապետ, ինչպես օրինակ ասենք նույն հանրապետականից Անդրանիկ Մարգարյաններ, չէ՞։ Լավ կլինի։ Եվ վերջին հարցս վերջին շրջանում հենց նույն վարչապետի հետ կապված շատ քննարկվեց այն թեման, որ նա հնարավոր է չլինի ցուցակում, հաշվի առնելով, որ մշտական բնակություն չի ունեցել։ Սա է ձեզ հենց այդ, չգիտեմ, այդ նույն ներկայացման շարունակություն։ Նայեք, դա իմ կարծիքով ի սկզբանե դա չիմանալ մի տեսակ անհավատալի չէ։ Կարող է եւ չեն իմացել։ Ես չեմ բացառում դա, հնարավոր է որ չեն իմացել, այսինքն մենք սահմանադրությունը նոր է փոխվել, իրենք են մշակել։ Պետք չի մտածել, որ իշխանությունները շատ էսպես ամեն ինչ մտածած, հնարավոր է որ չեն նկատել, բայց այն հա հենց ձեր ասած որ սա հենց փայլուն, այսպես օրինական ճանապարհ է, որ 18 թվականից հետո Կարեն Կարապետյանը
պետք է ինստինկտյան, եթե հաստատի, որ չի եղել, հա, այդ 4 տարվա մեջ մշտապես չի բնակվել այստեղ, 18 թվականին կհեռանա եւ ով պետք է լինի, արդեն կուսակցությունը կորոշի եւ կուսակցության նախագահն է ըստ էության Սերժ Սարգսյանը։ Նայեք, դե հենց այդ քննարկումները հենց դա ցույց են տալիս, որ մենք պետք է կասկածանքով վերաբերվենք։ Այսինքն, երբ որ իրեն հարց են տալիս կապված այդ ժամկետների հետ եւ ասում են կտեսնենք, չգիտեմ, ժամանակը կգա, լավ, եթե սպարս հարցերին, որոնք իրավաբանություն են, էլի, այսինքն հաշվար կա, դուք ճիշտ չեք կարող պատասխանել։ Այդ էլեկտրոնային սահմանակետերում, սահմաններին կա այդ անցման հայտ էլեկտրոնային համակարգը կարող են 5 րոպեվա ընթացքում պատասխանել։ Հա, հենց դա, եթե դուք դա չեք կարող դրան այստեղ հստակ պատասխան տալ, այդ նույն համակարգով հենց ընտրությունների ժամանակ, եթե ուրիշի փոխարեն քվեարկելու հայտարարություն լինի, այդ սեկտ համակարգով անմիջապես պետք է բարձրանա այս մարտեստ։ Նկատի ունեմ վարչապետի դեպքում են շատ տարա կարող էին հենց դա է, որ եթե դուք այս պարզունակ հարցերին սենց դժբան եք անում, թողնում եք այսպես ապագային որպես, չգիտեմ ինչ, որպես շատ կարևոր մի բան, ապա դուք ամենակարևոր հարցերում, ասենք Սամվել Ալեքսանյանի դեմ ոնց եք պայքարելու, մենաշնորհների դեմ ոնց եք պայքարելու։ Հայտարարում է չկա մենաշնորհ։ Դե շատ բան կարելի է հայտարարել, ով ինչ ցանկանում է կարող է ներկայացնել։ Հիմա օրինակ Թուրքմենստանն էլ հայտարարում է, որ ինքը ժողովրդավարական պետություն է։ Կարող են հայտարարել, բան չունեմ ասելու, բայց կա հայտարարություն եւ կա իրական կյանք։ Ինչքանով են դրանք իրար համապատասխանում, չգիտեմ, բայց քանի որ մեր եթերը վերջանում է, ես ուզում եմ ուղղակի դրական նոտայով ավարտենք եւ իրոք հույս ունենանք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը իրավամ կարող է լինել այն փոփոխությունների իրոք սիմվոլը, ավելին, հուսանք, որ նա կդառնա հանրապետական կուսակցության բարեփոխիչը եւ այն մարդը, որի շուրջ կհամախմբվի առողջ մասը եւ ռեժիմը ինքը կբարեփոխվի եւ ինքը կմաքրվի եւ միայն մենք որպես դրագրողներ, վերլուծաբաններ մեր հոդվածներում, գրքերում, չգիտեմ, բան կանենք, հավուր պատշաճի դրան կանդրադառնանք եւ նույնիսկ ինչու ոչ, հետագայում նաեւ կփառաբանենք։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, մենք զրուցում ենք վերլուծաբան Civilnet-ի լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ, շարունակենք թեման եւ կրկին իշխող հանրապետականներին անդրադառնանք։ 3 Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցություն